Ողջույն հարգելիս։ Քրիստոնյա հավատացյալների մեջ հաճախ կրկնվող խոսքերից են սրանք, որ ասում են մենք փրկված ենք շնորհքով եւ գործերը կարեւոր չեն։ Բայց ուզում եմ ձեզ ասել, որ Աստծո խոսքը նման բան չի ասում։ Այո, ճիշտ է, մենք փրկված ենք շնորհքով, որովհետեւ Աստված իր կյանքով մեզ շնորհեց հավիտենական կյանք։ Բայց նույն Աստվածաշունչը հենց Հայտնության գրքում խոսում է, որ երբ որ Հիսուսը գա, նա դատելու էր իր ժողովրդին իրենց գործերի համեմատ։ Եվ հենց Հայտնության 22-րդ գլուխն է ասում, որ գալու եմ եւ իմ վարձը ինձ հետ բերելու եմ։ Եթե մենք ուզում ենք, որ Աստծուց ստանանք բարի վարձք, հետեւաբար մենք պետք է բարի գործեր ունենանք արած։ Պետք է անտարբեր չլինենք մեր հարազատների կարիքներին, պետք է անտարբեր չլինենք մարդկանց հոգսերին, պետք է անտարբեր չլինենք ընդհանրապես այն բարի բաներին, որ Աստված ակնկալում է, որ մենք անենք մեր կարողությունների սահմաններում։ Հավատացեք, հենց այդպես է լինելու է։ Տերը գալու է իր վարձքը իր հետ։ Եվ նրանք, ովքեր բարի գործեր են ունենալու արած, Աստված գնահատելու է եւ վարձահատույց է լինելու։ Եվ նույն կերպ էլ նրանք, ովքեր չար գործեր են ունենալու արած, նույնպես անպատիժ չեն մնալու։ Սիրելիս, ուղղիր կյանքդ եւ փորձիր այնպիսի գործեր անել, որ երբ որ Աստված գա, երբ որ Հիսուսը գա, մենք արժանանանք բարի շնորհակալության մեր Տիրոջից, որ ասի իմ բարի եւ հավատարիմ ծառա, շնորհակալություն քո ծառայության համար, այլ ոչ թե որ ասի ետինս գնա անօրենություն գործող, քեզ երբեք չեմ էլ ճանաչել։ Մտածիր սրա մասին եւ փորձիր ապրել Աստվածահաճո։